Հետևորդներ ջան, ջրից հելա ընգա ջր հորը։ Հələ ես ընգա հերիք չի, ես նավարինե հետս եմ ջր հորը գցում։ Հիմա աշխատանքներ, կարշմը շորի վրա պետք է լցնենք, սիրուն տերևները առանձին որ չորացնեմ, Աշոտ կամաց։ Մի հապաղի կարշմիր։ Այո, մի հապաղի կարշմիր։ Սիրուն շորի վրա դիր։ Ոնց ուզում ես, դրան տիրություն տանես։ Ով բերելա թոյնը տիրություն անի, Աշոտ ջան։ Որ այդ դուկեի բերում գցում էի վրա, դեմալ դու արա։ Անդար կարշում եմ բերել, հետևորդներ շատ ընտիր, հավեսին, պետք է նստենք, տերևները մաքրենք, 2 մեշոկ էլ ընդեղա, 5 մեշոկ։ Հետաքրքիր օր, 2 մեշոկ էլ հեսա իհարկե փոքր աստեղա, Լիլիթ քեզ էլ եմ գործ բերե, Լիլիթ, մի հատ բան բեր, ես ծաղիկները սիրուն մաքրի։ Զարմանայի, որ ծաղիկ պիտակ չնի։ Բա, ծաղիկները սիրուն լցնենք մաքրես, տերև, ծաղիկ սիրուն, որ չորացնենք, գնարբուկ եմ բերել, գնարբուկ։ Հա, դե ձուն էլ կար սարերը։ Սունկ կա հանդը։ Մի քիչ է սունկ եմ բերել։ Հա։ Արդեն, ես էլ ակորշում։ Մամա, բերեցին։ Հա, եսա, նա եսա սունկ ենք։ Բայց ավեսա սունկն է։ Չեմ սիրում։ Հետևորդներ ջան, մի քիչ առաջ տեսակ, որ կարշամը լեցրել էինք այստեղ, ամբողջ մի հսկա կույտ ու մաքրեցինք, վերջացրեցինք, բայց դե մնացել է էլի մի պար գոգնոցս ու ցույց տամ, թե ինչ ենք, ոնց ենք արել մենք։ Իհարկե Ամալյան էլ եկավ օգնեց, մաքրեց մի քիչ գնաց, դե ինքն էլ լիքը գործեր ունի, էլի գոհ եմ։ Այստեղ լցրել եմ հետևորդներ ջան, որ վաղը մարինատ պետք է պահածոյացնեմ, կարշմն է, նրա միջից էլ էլի կլինի, այն միջի կլորիկ դալար ձողերը որցաները, որ ուզում ես սերմակալի, դրանք շատ լավ մարինատ է լինում, համով մարինատ, հավելու կար մի փոքր, պահաբաշ չթողեցի ու հավաքեցի, հետևորդներ ջան, ահա սա այսպես, սա թթվի մատերիալը և կարշմը հիմնական է ցողունները, որ տերևներից առանձնացրել ենք, այսպես գեղեցիկ շարքով դասավորել եմ, որ թառամի հյուսեմ սա ճաշատեսակ, կերակրատեսակ պատրաստելու համար, այն մյուս կողմերում էլ կա, հիմա գնանք ցույց տամ, թե տերևները ինչ եմ արել, ահա տերևներն էլ այսպես առանձնացրել եմ, լցրեցի շորի վրա, պատշկամբում է, որ չգրմխի դեղնի, վաղը հատուկ տեղ պետք է տանեմ, փռեմ, որ չորանա, սա համեմունք պատրաստեմ, մարալոթի սարքեմ։ Բայց դե ուշ երեկո է, հետևորդներ ջան, բայց դե գործի կեսը, այն ոնց են ասում, մեջ կկոտրեցինք, մի հատ ես էլ թափեմ, չմնա գրմխի, հետևորդներս, թող սենց մնա, վաղը կշարունակեմ ուշա, հեշտ չի դաշտից հետո այդքանը մաքր ես, տեսեք արդեն տաքացել է ինքը, այսը գացենք, մի հատ սենց բացեմ, նայեմ, ասեք ինչ ես տես նայում Նազա ջան, որ այդ որ կարշմի մեշոկները թողել գնացել ենք, հետևորդներ, բաց էր բերանը, օձերն էլ եկել էին այդ մեշոկների մոտ, որ եկա նկատեցի, ասեմ, նայեմ հանկարծ օձ-մոց մտած չլինի, մեջը բերենք տուն, վերջնում էլ
վերջում էլ ինչ դուրս գա, որ օծը տաքացնողին է կծում, այդ տարբերակը չլինի։ Էլի ահագինա, շատ լավ ընտիր դոլար կորշմա, են որ բերել եմ տուն, ոսպ եմ ես ինչ լավներ, ու իրոք հրաշքա դոլար, դե հետևորդներ գնամ ես մի քիչ հանգստանամ, մտածում էին, որ գիտեին, որ վաղը պետք է գնամ ավելուկի, այնը չստացվեց, մյուս օրը գնամ ես էլ հանգստանամ, վաղը էլի շատ գործեր, բանջար բերելը, քաղելը, ասել եմ ավելի հեշտ է, քան տիրապետելը, դե բարի գիշեր բոլորիդ հետևորդներ ջան։ Հետևորդներ, բարի լույս բոլորիդ, բարի ողջույններս բոլորիդ։ Առավոտ զվարթ ուրախ անցել եմ իմ տան գործերին։ Իհարկե այսօր էլ պետք է գնայինք ավելուկի, բայց դե խնդիրներ եղան, վաղն են գնալու եւ լավ է։ Ես այսօր իմ այդ բերած բանջարները կարողանամ տիրապետել։ Լույսը բացվել է, ես իմ տան գործերով առաջնահերթ ուզում եմ Լիլիթի խնդրանքը կատարել։ Երեկել ինքն ասեց՝ մամա, կարշմ կեփես, կարշմ եմ ուզում։ Սա այն առաջի բերած բանջարն է, կարշմն է, նայեք, այսպես փոքր էին, հուսել չէր լինում։ Ես սա կտրատեցի, չորացրել եմ։ Պատրաստի, մեկը ամբողջականը եփում եմ, հետո կտրատում։ Հիմա սա պատրաստի է։ Ինձ մնում է մի հատ լավ տաք ջրով լվանամ ու դնեմ թող եփվի։ Սա անեմ, կոֆե դնեմ, կոֆե խմենք Աշոտի հետ ու անցնեմ լիքը շատ գործերի, տնային գործերի, որ մինչև ժամը 5-ը բոլորը անեմ, որ գնանք հողամաս։ 2-3 օր է հողամաս էլ չեն գնացել։ Այն գործից վազնում ենք այն մյուս գործը։ Լցնեմ նախ ցանցի մեջ։ Կացայի մեջ կարշումը նախապես եմ խաշելու, սրա մեջ կեփեմ, հետո մեծ կացայով ընդհանուր։ Քանի որ ջուրը տաք է, մի քիչ տաք ջուր վերցնեմ։ Ահա։ Թող եփվի սա։ Որդներ ջան, այս կարշումը մի թեթև եփվեց, հիմա քամում եմ, այս ջուրը թափեմ ու լցնեմ, այս տեղափոխեմ այս մեծ կացայի մեջ, եփեմ։ Շատ հեշտ ճաշատեսակ է, որ մտածում եք, կարող են մտածեք, ասեք, վայ, մենք կարանք եփենք, հեշտ է։ Հյուսածը լվանում եք, նորից գցում եք կացան եռացնում, մի քիչ սառնում, կտրտում եք մանր, այս չափերի եք կտրատում։ Ու երկրորդ փուլը անցանք, սա առաջի փուլը անցանք, սա այսա կտեղափոխեմ մեծ կացայի մեջ, այստեղ վերցրել եմ մի քիչ ոսպ և մի քիչ աղացած ծավալ, սրանք էլ լվանում եմ, խառնում եմ այդ բանջարին, տաք ջուր եմ լցնում ու դնում եմ եփվի, հետո արդեն ցույց կտամ ինչ եմ անում։ Հատուկ ձեր համար ու Լիլիթի համար, Լիլիթը որ չուզեր այդքան շատ, ես սարքողը չէի, չնայած ժամանակ չի խլում, աշխատատար չի, դնելու եմ իր համար եփվի, ես էլ անցնեմ իմ գործերին ու այս կացայով էլ ու դնում եմ, որ եփվի, սա էլ կարշումը, համ մարինատ են անում, համ ճաշ եմ պատրաստում, համ տերևներն էլ օգտագործում եմ որպես համեմունք, ինչ ա եղել, հետևորդներ, այսօր կոֆե չեմ խմել, արթնացել եմ, անցել եմ գործերով, ասել եմ, վայ կայնի ես գործը կարևոր է, վայ կայնի ես մի գործն էլ անեմ ու կոֆե չխմեցի, կոֆե ու կոֆե չխմեցի և հիմա ինչ եմ ասում եմ,
Կոֆե խմողներ հավաքվեք, եկեք մի հատ կոֆե խմենք, նոր կանցնեմ գործերին։ Ես ու Աշոտն ենք խմում, ահա, համով այդ հավեսին կոֆեից։ Ընտիր են, Էսկոյի ջամբոն։ Ես քանի օրը պետք է գնամ Արտաշատ, մի տուփ հետս վերցնեմ տանեմ, գնում եմ ոչ մի կոֆե չեմ հավանում, հետևորդներ, էս ինչ կատարվեց ինձ հետ, հետս կտանեմ, նա դա թողևվի, գնամ կարշումը բերեմ, որ բանկա փակեմ արագ, հետա մաքուր, հողմող չկա, բայց լավ կլվանանք, Մարալես, արի քեզ գործ ա կպել, չես երևում, արի։ Մարալը, գիտես ինչ պիտի անես, այս ապսեները մի հատ ամանները սրբես, դասավորես, արի մի հատ պաչեմ, տենց վիզիտ բեր, արի, պաչեմ, Մարալը, քո սիրած ճաշը եփում եմ կարշումը, լավ եմ անում, բա միշտ է ոսպեմ, գցե դու չես տեսե, միշտ էլ մեջը ոսպա, կաթա, պոպոկա, ինչ կեփենք ուտես, ինքը պատրաստին ա տեսել, հետևորդներ ջան, չի մտածել, ինչ ենք մեջը դցրել, բայց ասա, որ համով ա, հավանում ա, դու կեր, հատուկ քո համար, դու պիտի փոխվես հիմա, Լիլիթ, գնաս կաթել բերես, որ կաթ լցնենք մեջը, հա, օֆիկ քուրիկենս տնից կաթ բերես, ասել եմ, գնա բեր, շոտում, հա, էլի ծաղիկներ կա, երեք մաքրեցիր, գոգնոցիս մեջ էլ կա, միսինի, տխուրա, հա, Լիլիթն ա ծաղիկները մաքրել է երեք, կոֆենդեն ենք խմենք, մինչև 5-ը իմ տան գործերը պետք է անեմ, ինչ, հաց էլ պիտի առնես է, Լիլիթ, վերջ, դե մենք գնանք մեր կոֆեն խմենք, դուք էլ խմեք հետևորդներ, հետո արդեն երևա ինչ եմ անում, էպվում ա, ոսպնել ա համարյա էպել, աղացած ձավարնել, քանի որ կարշումն էլ շատ դալար մատվաշ է, էլի էպվել եմ, ընթացքում նայում եք, եթե ջուրը պակասում է, եռացրած ջուր եք ավելացնում, աղ եմ լցրել, այստեղ տեսեք մի դույլ պոպոկ եմ պատրաստել, սա պետք է կոտրենք, աղամ, լցնեմ ճաշի մեջ, կարմիր պղպեղ, ալյուրի փոշի, հետա, և համեղ այդ ճաշը պատրաստ է լինելու, այստեղ էլ հետևորդներ ջան, այդ թթվի կարշումներն եմ մանրակրկիտ լվանում, կտրատում տենց հարմար չափ, որ վերցնել ու ուտել լինի, սովորական, ահա, հարմար չափ, ու ինչ եմ անում, պարտադիր այս հատվածներից, երկու ծայրերից հեռացնում եմ, որովհետև դե դաշտում դանակը հողոտ, կպցնում ես, հող է լինում, պարտադիր, համել, որ ասեմ, եթե իրան թողեմ, մի քիչ հետո փակեմ, սևանալու է, ու գեղեցիկ չի երևում տարայի մեջ, մարդկա կարող է մտածի, որ դա կեղտոտ է, բայց ոչ, իրականում սևանում է, դրա համար մաքուր այս ծայրերը, նայեք, պարտադիր, այսենց, պարտադիր կտրատում եմ, որ սիրուն երևա, աշխատանքի գեղեցկությունն էլ երևա, ու այսքան է մնաց, սա էլ կտրատեմ, դասավորեմ, բանկաները բերել եմ լվանամ, ու անցնեմ կարշումը հուսեմ, ջուրը բացում եմ, բարակ, հետևորդներ ջան, այսենց նայեք, լով դոլոր զոխել, տեսեք սևա, պարտադիր կտրում եմ, երկու ծայրերից, սա երկար է, բաժանում եմ, սենց
հատվածների։ Օրևանը 3 մասի եմ բաժանում, շատ համով է։ Ես մանդակի մարինադից թթվից ավելի շատ եմ գերադասում ես կարշմի թթուն, համով է։ Սեպո դե չունեցա, գոնե սրանից անեմ։ Եկե տեսար էլի գնացին, ուտեղ ալագյազի գնան, ովքեր էլի ուզեն կարշմի գնան, կարան իջնեն, չգիտեմ, տեսնենք ոնց կլինի։ Հետևորդներ ջան, ահա, պոպոկը մաքրեցի, աղացի բլենդերով, այստեղ ալյուր և ջուր է, փոշի եմ պատրաստում, բայց այդ փոշին ես հիմա խառնելու եմ աղացած կարմիր պղպեղ, գնդվել է պղպեղը ձեռքով սենց անեմ, որ գուն չլինի, մի օր դուրս է ինչա թողեցի սառնարանից։ Լուրջ սենց են ուտում։ Բա սենց եմ պատրաստում, Լիլիթը այսօր պատրաստման ողջ ընթացքին հետևեց, նույնիսկ պոպոկները ինքն է մաքրել ու զարմանում ասում հենց են ուտում, միշտ պատրաստին է տեսել, նույնիսկ երբ որ գնաց կաթը բերեց, ասում այս ինչի համար ես մամա ուզել կաթը, ասում եմ կարշմի մեջ եմ լցնում, ասում եմ լուրջ ես ասում, ինքը դե բաղադրատոմսին չի հետև է, չէ, չէ, կբան կանեմ, մաման կանի ակուրատնի, սիրուն սենց, Ոնց ես ասնում, ասել թե ես ակուրատնի չեմ անում։ դու ակուրատնի ես անում, ամբողջ պոպոկը ակուրատնի մաքրել ես, Բա ես ամիցնով ճաշը եմ։ Կանի չէ, այդ Լիլիթ ինչ ենք անում, այս ճաշը ոնց ենք էփում, որ դու տենց շատ սիրում ես։ Ուրեմն լցնում ենք մեկ թասես աղացած պոպոկը ու ասեմ, որ յուղ ընդհանրապես չենք օգտագործում, հետևորդներ ջան, ընդհանրապես Բա, համով է երևում, նանա ջան։ Բայց Wi-Fi-ը չկա։ Wi-Fi-ը չկա, տրագեդիա։ Մեր ընտանիքում Wi-Fi-ը չկա, բոլորս լավ չենք, հա։ Եվ ավելացնում ենք ալյուրը։ Արդեն այդ բաղադրիչները պատրաստի, բաղադրիչները էփածեր, լավ։ Իհարկե, երբ որ ալյուրը այս ամենը լցնում ենք, անմիջապես չենք անջատում, պետք է դեռելի էփի, հալիմ տա, մի քիչ չեկա, բա, ալյուրը եսա, որ պնդանա ճաշը Լիլիթ, ու կաթնել, առավոտից անհամբեր սպասում է հետևորդներ ջան, թող եռա, տեսեք, պնդացավ, մի քիչ էփելու է, էլի իրա գույնը փոխի, սա պատրաստի չի։ Ասում եմ լույսերն անջատվեց, բա հետևորդներ ջան լույսերը անջատվեց և վերջի պահերն եմ մեկ բաժակ կաթ եմ լցնում, նորից պետք է մի քիչ եռը։ Այսը լավ պետք է էփի, խառնենք։ Աղնենայը հետևորդներ ճաշը պատրաստ է, էփվեց, Լիլիթ այնքան հարցրեց, մամա չեփավ, իջելա դուրս, ինձ էլ ասում է հենց էփվի կլցնես թող մի քիչ սառի կկանչես, ահա։ Ասում է իսկ քանը ես եմ ուտելու, իրոք շատ համեղ ճաշատեսակ է, շատ համեղ։ Տեղը տեղին, ահա, կարող ենք սխտորով ուտել, չոր լավաշը փրթել, փափուկ լավաշով ուտել, խաշին փոխարինող կերակրատեսակ է կարշմը։ Ահա նման բաների համար ենք մենք չարչարվում և չգիտեմ ինչու նման ճաշատեսակները մենք նախընտրում ենք ուտել ձմռանը, աշնանը, այդ սեզոնին է ավելի հաճելի լինում,
բայց ասեմ, որ շատ համեղ ճաշատեսակ է։ Համեցեք կարշում ուտելու։ Ես մեծ սիրով էլի կպատրաստեմ։ Սա շատ է ու մի բան էլ ավելացնեմ, որ սա հաջորդ օրը ավելի համեղանում է, ինչքան մնում հնանում է, այնքան էլ ավելի համեղ է դառնում։ Եւ ինչ լույսերը անջատվեց մի պահ հետևորդներ ջան, ես տարաները, բանկաները չհասցրեցի լվանալ, որտեվ դե հոսանքով է, պարզ է, ու հիմա բանկաները լվանամ, բայց փոխարենը հասցրել եմ լվանալ այս թթվի զոխերը, բայց կարշումն էլ ենք հուսել, հեսա գնամ բերեմ, տեսեք, հուսել եմ կարշումը, ահա, մարդու մատ է կոտրում, ձեռք է կոտրում, հուսել ենք, կտանեմ հատ սիրուն տեղ կկախեմ, այս մի գյալը, այսքանը վաճառում են 2000 դրամ, 2000 դրամ, հետևորդներ ջան, ճարճարում է, ճարճարում, դալար, մատղաշ, ընտիր կարշը, չարչարվում ենք և ինչ ենք ասում, ամառվա փուշ է, ձմեռվա նուշ է։ Հետևորդներ ջան, այս կարշումը, որ լվացի, դե մտավ ջուրը ինքը տենց ինչ եղավ, ավելի ձգվեց, թարմացավ, դե պարզ է, որ բանջարները, բոլորը լվանում ես, իրանք ավելի թարմ տեսք են ունենում ու ես մի հետաքրքիր քայլի դիմեցի, տարաները երբ որ լվացի վերջացրեցի, ես այս կարշումը տաք ջրով լավ լվացի ու հեսա թողել եմ տաք ջրի մեջ, նայեք ինքը արդեն ճկվելու հնարավորություն եղավ ու ես հեշտ կդասավորեմ բանկաների մեջ, հետևորդներ ջան, հեշտ ձևա, կարշումը այսպես եմ անում, ջուրը բացեմ ջրքանվի, արդեն իրանք փափկել են ու գեղեցիկ դասավորեմ տարաները, հետևորդներ, արագ դա էլ փակեմ, եռացնեմ, որ գնամ հողամաս։ Չեմ ուզում խաշել նոր անել, ինքը կփափկի, կարամ գցեմ եռման ջուրը հանեմ, բայց դե այդպես չեմ ուզում։ Ահա հետևորդներ ջան, այսպես գեղեցիկ դասավորեցի ու հիմա ինձ մնում է ամբողջը լցնեմ։ Հետևորդներ ջան, ես դասավորեցի բանկաների մեջ։ 7 հատ, սա մեկ եռացնելու է, մի քիչ կա, այն էլի պետք է մաքրեմ, հանեմ, նրանց միջից էլ կվերցնեմ, կփակեմ։ Ուրեմն յուրաքանչյուր բանկային 1 լիտրանոց է, 2 թեյի գդալ աղ։ Սովորական չափ, և յուրաքանչյուրին էլ էսենցիա 1 թեյի գդալ, հետևորդներ ջան։ Շատ չլցնեմ։ Տաս րոպե եմ եռացնելու։ Ինչու եմ թողել ես լվացարանի մոտ, որովհետև հիմա բացելու եմ ու ծորակից եռման տենց ամենատաք աստիճանի ջուրը լցնեմ վրան ու կացայի մեջ է։ Պես ավելի արագ է լինում։ Արագ էլի որ լինի։ Ես միշտ ընտրում եմ արագ տարբերակները, որ արագ լինի։ Լավ էլ հերիքեց։ Ծերը ծերին, բայց մի փոքր այսպես անենք, թող չպակասի ջուրը։ Եվ վերջ։ Տեղափոխեմ
կացայի մեջ է լատակ ջուր։ Ես թվում է ջուրը շատ է։ Վերցնեմ։ Մնաց մի հատ, հետ էլ իսկական նորմալ է։ Իս ձայներեն է, սկսեց եռալ, 10 րոպե պահում եմ ու փակում։ Ընտիր է լինում։ Ընտիր։ Ես էլ ստերանք մաքրեմ, տեսնենք ինչ ենք անում։ Տեսեք ճաշը լցրեցին, դուրս ընկել է խաղով, ասում է հետո կուտեմ։ Կարշմի հետ կապված բոլոր կերակուրները, թթուները, ճաշերը, համեմունքը ընտիր է։ Ընտիր է։ Վլոգը ավարտեմ, պարզը դա փակելու եմ, կարշմն էլ հուսելու եմ, ուրիշ բան չկա անելու։ Ոնց տեսակ ձևերը ինչպես ցույց տվեցի, լավ մնացեք, դուք էլ պատրաստեք համեղ կերակուրներ, ինչու՞ չէ նաև պատրաստվեք ձմռանը ձեր սարքած համեղություններով, միշտ առողջ եղեք։ Ձեզ հետ նազելի Նազներ, ես վայքում եմ, դուք լայքում եք, բաժանորդագրվեք ու տարածեք։